Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Հարգելի գործընկերներ, այս ոլորտում մենք շարունակական եւ պարբերական օրենսդրական փոփոխություններ ենք լրացնում, որը հիմնականում նաեւ կապված է լինում շատ հաճախ մեր միջազգայինորեն ընդունած կոնվենցիաների, վավերացրած կոնվենցիաների հետ եւ ըստ էության այս փաթեթով մենք եւս մեկ անգամ ինչ ենք արձանագրում ենք ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ, սա շատ կարևոր արձանագրում է։ Եվ սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Եվ դա առանձնահատուկ հարաբերություններ են, եւ այդ առանձնահատուկ հարաբերությունների մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, իհարկե, եւ երեխայի իրավունքները այդ առանձնահատկություններից մեկն են։ Եվ այս առիթը օգտագործելով ես ուզում եմ նաեւ հետեւյալը ասեմ, ընդհանրապես մեզանում տենց մի ընկալում կա, տենց երբեմն չձևակերպվող, բայց հաճախ նաև շատ ձևակերպվող, որ գիտեք, դե զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, դե այնտեղ ընտանեկան արժեքները մեր մոտ են, դե այնտեղ լրիվ բան այլասերված, ոչ բան արժեքներ են։ Ես նորություն ունեմ, հարգելի սիրելի ժողովուրդ մեզ համար, այդպես չի։ Այդպես չի, բացարձակապես այդպես չի։ Այնքան այդպես չի, որ նույնիսկ կարելի է զարմանալ։ Ուրիշ խնդիր կա, որ ինչքան երկիրը զարգացած է, ընտանիքի մոդելը այնքան պակասահենված բռնության, կուլտուրայի եւ բռնության ենթամշակույթի վրա։ Բարձվում է, ինչքան զարգացած է երկիրը, այնքան ընտանիքի յուրաքանչյուր անդամներ, պատկերացրեք, ընդհանուր երեխաները ունեն իրավունքներ։ Եվ սա զարգացածության չափանիշ է։ Ես ուզում եմ մի հատ մեր պատկերացումներն էլ մեր ավանդույթների եւ նահապետականության մասին մենք մի հատ ճշգրտենք։ Ասենք ենթադրենք այն, որ նահապետականությամբ մի բանով մի երթիկով մի տանիքի տակ 4-5 ընտանիք են ապրել։ Դա ոչ թե նրանից է, որ տենց լավ է, այլ սոցիալ աղքատության արտահայտությունն է դա։ Մենք էլ ուզում ենք սրբագործենք, հարգելիներս, որևէ պարագայում հարմար չի, որ երկու ընտանիք նույն սենյակում, ել չեմ ասում նույն տանը իրար հետ ապրեք։ Հասկանում եք 1000 ու մի հարց կա։ Հարմար չի ուղղակի։ Եվ դա դարձնել, որ այ գիտեք, սա մեր նահապետական արժեքն է, որ պապը, տատը, երեխեն, թոռը, 4 երեխեքը իրանց կանանց եւ ամուսինների հետ պետքա նույն տանիքի տակ ապրեն եւ սա մեր ավանդույթն է։ Դա աղքատությունից է տենց եղել, ժողովուրդ ջան, տուն չեն ունեցել այդ մարդիկ։ Ժամանակ ա եղել, որ կովերնել են նույն սենյակի մեջ ապրել, բայց դա չի նշանակում, որ դա մեր ավանդույթն է։ Եվ ես ներողություն եմ խնդրում, բայց սենց բաներ կա, ես հասկանում եմ, պետք է խոսալ սենց բաների մասին, որովհետև ընդհանուր քաղաքական մշակութային մակարդակում մեկ էլ բաներ են հնչում, որ կարելի է նույնիսկ խելագարվել։ Դա աղքատության արտահայտություն է, լավ բան չկա նրանում, որ մի քանի ընտանիք իրար հետ նույն տեղն են ապրում, օգտվում են նույն ենթակառուցվածքներից եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա աղքատության ցուցանիշ է, դա աղքատության արտահայտություն է։ Եվ լավ է, որ հիմա երկիրը զարգանում այն տրամաբանությամբ, որ մարդիկ հնարավորություն ունեն աշխատել, կանայք հնարավորություն ունեն, տղամարդիկ հնարավորություն ունեն, երիտասարդ ընտանիքներ հնարավորություն ունեն իրանց համար բնակարան ձեռք բերել եւ ապրել առանձին եւ նույնքան երբեմն ավելի շատ սիրել իրենց մյուս հարազատներին եւ ավելի լավ կապերով կապված մնալ մյուս հարազատների հետ։ Բայց ելի եմ ասում, ես ինչի եմ սրա մասին ասում, որտեղ սրա մասին պետք է ասել։ Որտեղ երբեմն տպավորությունն է, որ մենք էլի նայում ենք ու չենք տեսնում։ Մենք անդադ նայում ու չենք տեսնում։ Փորձ է արվում ասել, որ երիտասարդ ընտանիքը, որ հնարավորություն ունի բնակարան կամ երեխան, ինչի ընտանիքը։ Հասուն մարդը, Ժորժ ջան, կներեք, հասուն մարդը ինչի պետք է իր ծնողի հետ ապրի, կարաք մի հատ բացատրեք։ Կամ ինչու չի կարող, լավ ուզում ապրի, դա ընտրության հարց է, որ ոչ մեկ չի կարող բան անել։ Ոչ մեկ չի կարող ասել սենց արա կամ նենց արա, բայց ասել, որ սա ավանդույթ է, նա ավանդույթ չի, դա ճիշտ բան չի։ Դա ճիշտ բան չի։ Մարդկանց պետք է թողել ազատ իրանց ընտրության։ Թողել ազատ իրանց ընտրության, ով ոնց ուզում է թող ապրի։
Մեկ ուզում է առանձին ապրի, թող առանձին ապրի, մեկը ուզում է միասին ապրի, թող միասին ապրի, բայց ես նկատի ունեմ այդ ավանդույթը, որ մենք այս process-ները մեզ ավանդույթներից հեռացնում են, բացարձակապես այդպես չի, ընդհակառակը ավելի ամրացնում են։ Ավելի ամրացնում են, եւ ես կարծում եմ, որ սա պետք է ընդգծել։ Եվ ի վերջո շեշտը եւ առանցքը ազատությունն է մարդու, թե իրան ոնց է ավելի կոմֆորտ ապրել։ Եվ այդ թվում մենք պետք է ի վիճակի լինենք երեխաներին պաշտպանել որոշակի իրավիճակներում եւ շատ ավելի լավ է որ դա անի համայնքը, քան թե կառավարությունը, որովհետեւ համայնքը ինքը իրեն ավելի լավ է ճանաչում։ Համայնքը ինքը իրեն ավելի լավ գիտի եւ նրբությունները, հարաբերությունները եւ ի վերջո համայնքը անհատի նկատմամբ կարող է ավելի հոգատար լինել, քան կարող է հոգատար լինել կառավարությունը, որը զուտ ֆիզիկապես շատ ավելի հեռու է։ Համեցի։ Պարոն վարչապետ, համայնքի